Փաշինյանի Թուրքիա այցից 2 օր անց Ստամբուլը հյուրընկալել էր Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը։ Մի շարք բանաձևեր են ընդունել Ստամբուլի հռչակագրում։ Դրանց շարքում է այսպես կոչված ադրբեջանցիների արևմտյան Ադրբեջան վերադարձը։ Սա առաջին դեպքն է, երբ նման բանաձև ընդունվում է համագործակցության կազմակերպության շրջանակում։ Ազմեդիան գրում է, որ փաստաթուղթը արտահայտում է կազմակերպության անդամ երկրների աջակցությունը Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի օրինական իրավունքին և դատապարտում է այն, որ Հայաստանը շարունակում է ժխտել այդ համայնքի հիմնարար իրավունքները։ Սա պետական քաղաքականություն է, որը բավականին ակտիվ նաև միջազգային որոշակի աջակցություն կամ առնվազն այդ մասով միջազգային հանրությունը նույնպես հայտնվում է այդ ինֆորմացիոն ցուցակի շրջանակներում եւ այս վերջի հռչակագիրը բավականին մտահոգիչ է, որը երկարաժամկետ հատվածում արդեն Հայաստանի համար կարող է լուրջ խնդիրներ անդրադառնալ։ Արտգործնախարարությունը Ստամբուլի հռչակագրի ընդունումից 1 օր անց խորը հիասթափության մասին խոսեց։ Հայաստանում չկա Արևմտյան Ադրբեջան։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆանը, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբատլուն, Զանգելանն ու Նախիջևանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Ինչու է Բաքվի ախորժակն այսքան մեծացել։ Գուցե Քարվաճառը, Բերձորը, Կովսականը, Նախիջևանն ու հայկական այլ տարածքներ նրա արևմտյան շրջաններ ճանաչելն է պատճառներից մեկը։ Հայաստանի գործող իշխանությունը կարծում էր, եթե Բերձորի միջանցքը զիջի, չեն խոսի Սյունիքով անցնող միջանցքից։ Եթե զիջումներ անի Արցախի վերադարձի հարցում, Բաքվից չեն խոսի ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին։ Այս սխալ հաշվարկները Հայաստանին անընդհատ խորացնում են խնդիրների մեջ, ասում է Առաքելյանը։ Մտահոգություն էին հայտնում փոխանակ դատապարտեն, ընդ որում դատապարտումը չպետք է լիներ միայն հայտարարությամբ, հայտարարությունը, եթե համատում ենք մեր արտգործնախարարության վերջի տարիների այս տոտալ լռության պայմաններում ցանկացած հայտարարություն գոնե ասում ենք լավ, գոնե ցայն են հանել, բայց այնինչ շատ խիստ հայտարարություններ պետք անել դատապարտելով եւ ունենալով որոշակի հետևանքներ, մասնավորապես կա գործիքակազմ այդ երկրներից, որոնք որ ներկայացված են Հայաստանում դեսպաններին հրավիրել, բողոքի նոտ հղել, տանել հստակ բացատրական աշխատանքներ եւ Հայաստանում գտնվող այդ երկրների դեսպանների միջոցով փոխանցել հստակ տեղեկատվություն եւ հստակ պահանջ այդ երկրների արտգործնախարարներին։ Ստամբուլում ընդունված բանաձևերի, Փաշինյանի Թուրքիա այցի եւ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին Ադրբեջանն ակտիվացնում է Հայաստանի դեմ հնարավոր էսկալացիայի խոսույթը։ Տևական դադարից հետո ադրբեջանական քարոզադաշտը սկսում է ակտիվացնել հնարավոր պատերազմի մասին հռետորաբանությունը։ Ի գիտություն ասեմ, որ սովորաբար քարոզադաշտը սկսում է նման լուրեր տարածել տրամադրություններ շոշափելու համար։ Հետո դրան միանում են արդեն պաշտոնական աղբյուրները։ Ավելի ստույգ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսում է ապատեղեկատվություն տարածել։ Սա շատ հայտնի ձեռագիր է։ Բաքվին հատուկ ձեռագրերից մեկն էլ Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, այն հավանական համարելով։ 2022 թվականին Բերձորի միջանցքը կեղծ բնապահպաններն են շրջափակել։ Սյունիքի հատվածում էլ կարող են փախստականների անվան տակ հատուկ ջոկատայինները փակել։ Բաքվին սանձել է պետք, նշում է հասարակական գործիչը։ Ադրբեջանցիները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միության փլուզումից հետո Հայաստանում վաճառել են իրենց տներն ու ինքնակամ հեռացել։ Նրանց այսպես կոչված վերադարձը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Մեսրոպ Առաքելյանի խոսքով Հայաստանի արտգործնախարարությունը պետք է չեզոքացնի Բաքվի առաջխաղացումը տեղեկատվական ու դիվանագիտական դաշտում, քանի գործողությունների չի վերածվել։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։